Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հանուն Հանրապետության կուսակցության առաջնորդ պարոն Արման Բաբաջանյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Բաբաջանյան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ տրամադրել եք ձեր ժամանակը մեզ։ Առաջին հարցս ընդհանուր է, որը կհամարեք անցնող 25 թվականի գլխավոր քաղաքական արդյունքը դրական կամ բացասական Հայաստանի համար։ Երկրորդը գլխավոր գործընթացներ, այն կարևոր գործընթացները, որոնք հետևանք են ունենալու Հայաստանի համար, դրական հետևանք կամ բացասական, համեցեք։ Կարծում եմ նշանային 3 իրադարձություն կարող ենք առանձնացնել, որոնցից ամենագլխավորը իհարկե Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններն են, ոչ միայն խաղաղության գործարքը Հայաստան, Ադրբեջան, Միացյալ Նահանգների ուղղակի միջնորդությամբ, այլև հայ-ամերիկյան երկկողմ պայմանավորվածությունները, հռչակագրերը, որոնք արդեն աշխատանքային շատ կարևոր փուլում են եւ հույս ունեմ, որ շատ արագ մենք պայմանագրային տեսք կտանք այդ հռչակագրերին։ Երկրորդ կարծում եմ վարչապետի այցն է Թուրքիա։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար դա առանցքային նշանակություն ունեցավ եւ պիտի ասեմ, որ ընդհանրապես նաեւ խաղաղության գործընթացի համար, տարածաշրջանի համար ունի ֆունդամենտալ նշանակություն եւ որը, ինչպես դուք նշեցիք ձեր հարցադրման մեջ, շատ կարեւոր հետևանք է ունենալու շատ մոտ ապագայում նախորդին Էրդողանը նաեւ դրա մասին խոսեց, ասաց, որ առաջիկայում սիմվոլիկ քայլեր են լինելու հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում, իսկ դրանք նշանավորվելու են շատ կարևոր ձեռքբերումներով, նույնիսկ այդ սիմվոլիկ քայլերը շատ կարևոր են։ Եթե կուզեք առանձին դրա մասին եւս կխոսենք։ Եվ երրորդ կարծում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սեպտեմբերի 18-ի որոշումն է Ֆարմանյան եւ մյուսներ ընդդեմ Հայաստանի դատավճիռը, որով վերջնականապես փաստորեն միջազգային դատարանը ֆիքսեց, որ 2008 թվականի մարտի 1-ին պետությունը, որի ղեկին Ռոբերտ Քոչարյանն էր, Սերժ Սարգսյանը եւ ամբողջ այդ խունտան իշխանության զավթիչների այդ ամբողջ շրջանակը հրաման է տվել մարդկանց վրա կրակելու, ըստ էության դա եղել է ժողովրդավարության վրա կրակոց, այդ մարդիկ ուղղակի պիտի հիմա հռչակվեն եւ այդ օրվա քաղաքական մեծամասնությունը, Հանրապետական Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, դրանք պիտի ուղղակի հռչակվեն որպես հակաժողովրդավարական ուժեր եւ հակաժողովրդավարական անհատներ, նրանց նկատմամբ պետք է սանկցիաներ կիրառվեն առաջիկա ընդհանրապես քաղաքական գործընթացներին մասնակցելու վերաբերյալ, իսկ պիտի հետևանք լինի։ Կարծում եմ, որ մեծավ մասամբ ներքին քաղաքական եւ արտաքին քաղաքական իմաստներով մենք ահռելի զարգացումներ ենք ունեցել 2025 թվականին։ Գործընթացներ կան, որոնք էլի կուզենայիք նշել, որոնք դեռ հետևանքներ կունենան։ Կարծում եմ, որ 2025 թվականի հունվարի 14-ին օրինակ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագիր 2025 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված Եվրամիություն Հայաստան ռազմավարական օրակարգի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք արդեն հետևանք էին 2024 թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ այդ գագաթնաժողովի։ Եվ իհարկե կարծում եմ, որ սրանք ունեն ֆունդամենտալ նշանակություն եւ Եվրամիության որպես առանձին միություն եւ Եվրամիության անդամ երկրների հետ հիմա արդեն մենք ռազմավարական գործընկերության շուրջ պայմանավորվածություններ ենք ձեռք բերում, որոնք Հայաստանի համար լրջագույն հեռանկարներ են բացում, հատկապես Հայաստանի եւ տնտեսական զարգացման եւ հատկապես պաշտպանունակության եւ ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյուններից, հատկապես օրինակ Գերմանիայի հետ ձեռք բերված վարական գործընկերության օրակարգի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառում են նաև ռազմատեխնիկական համագործակցություն։ Հայաստանը պետք է ավելի ու ավելի դիվերսիֆիկացնի իր զենքի ձեռքբերման աղբյուրները եւ այդ իմաստով իհարկե կարծում եմ, որ եվրոպական երկրները, Ավստրիան, Շվեդիան, Գերմանիան պատկառելի ներուժ ունեն ու Հայաստանի դիմադրողունակության, Հայաստանի պաշտպանունակության, Հայաստանի մարտունակության տեսանկյունից կարող են ահռելի մեծ ներդրում ունենալ։ Ներքին զարգացումների մասով
Ներքին զարգացումները իհարկե այստեղ առանցքայինը եկեղեցին է, կարծում եմ, եւ եկեղեցու շուրջ խմորումները։ Ես ձեզ հետ շատ եմ ունեցել առիթ զրուցելու եւ մշտապես հավատացել եմ, որ եկեղեցու հարցերը պետք է թողնել եկեղեցու ներքին կարգավորմանը, ներքին կառույցներին եւ շատ ուրախ եմ, որ եպիսկոպոսները 10 եպիսկոպոս եւ ավելի եպիսկոպոսներ գտան իրենց մեջ այդ խիզախությունը։ Չեք գտնում, որ ճնշում է եղել նրանց վրա։ Այդ խիզախությունը ճնշում չի կարող լինել, որտեղ անձնապես ես էլ եղել եմ կապի մեջ այդ եպիսկոպոսների հետ եւ ամիսներ շարունակ այդ եպիսկոպոսների հետ քննարկումներ ենք ունեցել, որ այսպես հնարավոր չի այլևս շարունակել, որովհետեւ հասկացել են, որ գնալով ավելի ու ավելի խզվածքը մեծանում է պետության եւ եկեղեցու, մինչդեռ մենք միշտ պիտի մեր թիկունքում զգանք եկեղեցու շունչը։ Եկեղեցին չի կարող այլ ճանապարհով գնալ, պետությունը այլ ճանապարհով։ Լավ, եթե ես Եկեղեցին պիտի լինի զորավիքն ու աջակիցը հայ եկեղեցու, հայկական պետականության։ Եկեղեցին պիտի լինի հայկական պետականության առանցքային գործընկերը։ Չի կարող եկեղեցին կուսակցական, քաղաքական, տարբեր ուրեմն այսպես բաներ ունենալ, հա, հայացքներ ունենալ։ Դա ընդհանուր հոտի մեջ կարող է մեծ ուրեմն ընդհարումների եւ ներքին անախորժությունների պատճառ դառնալ։ Մինչդեռ եկեղեցին բոլորինս է, եւ քոչարյանականներին է, եւ նիկոլականներին է, եւ իմ հետևորդներին է, այսինքն չի կարող եկեղեցին լինել մի քաղաքական ուղղության ջատագովը։ Այստեղ է եղել հիմնական խնդրեմը եւ կարծում եմ, որ գնալով ավելի ու ավելի սրվել են այդ խնդիրները, արտաքին հետքը ըստ էության անթակույց խոսել է իր եկեղեցու նկատմամբ ունեցած հավակնությունների մասին, օրինակ ռուսական մամուլը գրում էր, որ եկեղեցին նախկին իշխանությունների վերջին բաստիոնն է։ Ռուսական մամուլն էր գրում։ Եվ մեր եկեղեցուց որևէ մեկը չէր հակադարձում, ասելով, որ մենք մեր ժողովրդի բաստիոնն ենք եւ ոչ մի նախկինների եւ ոչ մի ներկաների, որտեղ մեզ պետք չի, որ ոչ նախկինների հետ կապ ունենա եկեղեցին, ոչ ներկաների հետ կապ ունենա եկեղեցին, եկեղեցին պիտի լինի ամբողջ ժողովրդինը եւ քաղաքական, կուսակցական իրենց հայացքները չպիտի անդրադառնան եկեղեցու հիմնական գործառույթների վրա, լինել ժողովրդի կողքին, լինել Աստծո խոսքը փոխանցողը, լինել մեր եկեղեցու ժառանգությունը պահպանողը։ Եվ եթե ես ձևակերպումը այսպես ներկայացրեցի, ինչ գործընթաց ներքին մեր կյանքին վերաբերող կառանձնացնենք, որը հետևանք կունենա, եկեք այդ վերջինից սկսենք, քանի որ եկեղեցու թեման դուք բարձրացրեցիք, եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կամ գործընթացները, դրանք ինչպես կբնութագրեք, դա ինչ գործընթաց է եւ ինչ հետևանք կարող է ունենալ դրական կամ բացասական։ Եկեղեցու շուրջ մեկնարկած գործընթացները խորապես կապված են այդ սրբազան շարժում կոչվածի հետ, որի վերաբերյալ եւս շատ մտահոգիչ զարգացումներ եղան եպիսկոպոսի մասնակցությամբ ըստ էության ահաբեկչական խմբավորում բացահայտվեց եւ դատական գործընթաց է մեկնարկել եւ այս ամեն ինչը դրա շարունակությունն է։ Եթե ավելի վերացարկվենք, կարծում եմ, որ եկեղեցու շուրջ գործընթացը մի ավելի մեծ քաղաքական խաղի մաս է, որի հիմնական նպատակը իհարկե հայկական պետականության չեղարկումն է։ Ավելի հեռուն գնալով կարող եմ ասել, որ առաջիկա ընտրությունը, որ մեր ժողովուրդը պիտի կատարի, պիտի լինի իրականում ընտրություն խաղաղության եւ պատերազմի կամ նոյեմբերի 9-ի եւ օգոստոսի 8-ի միջեւ։ Որտեղ իրականում մենք ունենք այսօր երկու հիմնարար, այսպես իրարից տարբերվող եւ իրար բացառող դիրքորոշում։ Շատերը, որոնք նույնիսկ 2020-ին այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կոչում էին կապիտուլյացիոն եւ պարտվողական, այսօր դարձել են այդ փաստաթղթի մեծագույն ջատագովները, ասում են, որ դա միակ փրկությունն է հայ ժողովրդի։ Եվ դրան մենք ուրեմն որպես փաստարկ, հակառակ փաստարկ բերում ենք օգոստոսի 8-ի ձեռք բերած պայմանավորվածությունները, դա համարելով իրական
ձեռք բերում։ Ի վերջո օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները ցույց են տվել իրենց կենսունակությունը։ Առնվազն մենք այս ընթացքում սրընթաց փոփոխություններ ենք կարողացել արձանագրել եւ ռեգիոնալ մակարդակում Ադրբեջանի հետ հարաբերություններում երկկողմ ձևաչափով, ընդհանուր միջև Հայաստանի փոխվարչապետն է Գաբալայում հանդիպել ադրբեջանցի գործընկերների հետ ու ոչ միայն սահմանազատման ու սահմանագծման հարցեր են քննարկվել, այլև նավթամթերք Հայաստան ներկրելու, ինչը այսօր պիտի տեղի ունենա, եթե չեմ սխալվում, ադրբեջանական նավթամթերք պիտի գա Հայաստան։ Ու սա իհարկե ֆունդամենտալ փոփոխություն է, որը չի առնչվում բացառապես Հայաստանին եւ Ադրբեջանին։ Շատ ավելի մեծ տարածաշրջանին է առնչվում ու դա հույս է ներշնչում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա միջազգային այնպիսի ուշադրություն կա եւ այնպիսի ճնշում կա, որ նոր էսկալացիայի եւ նոր պատերազմի ռիսկերը էականորեն նվազել են։ Խոսքը օրինակ Կենտրոնական Ասիայի ներգրավումն է միջին միջանցքի այս նախագծին, որի վերաբերյալ եւս Միացյալ Նահանգներում 5+1 ձևաչափով գագաթնաժողով տեղի ունեցավ։ Մենք տեսնում ենք ահռելի մեծ հետաքրքրվածություն Եվրամիության կողմից խաղաղության խաչմերուկի եւ ընդհանրապես տրիպի այդ Թրամփի ուղու նկատմամբ։ Մենք տեսնում ենք ֆինանսական ահռելի ներարկումներ անելու պատրաստակամություն Եվրամիությունից, իսկ սա նշանակում է, որ այդ փողերը պիտի պաշտպանված լինեն նաև քաղաքական այնպիսի համաձայնություններով, որոնք չեն կարող օրինակ չեղարկվել էսկալացիայի կամ պատերազմի պատճառով։ Մենք նախորդին լսեցինք Միացյալ Նահանգների դեսպանին Հայաստանում, Քրիստինա Քուինը հստակ ցույց տվեց ամերիկյան պատկերացումները տրիպի եւ ընդհանրապես հայ-ամերիկյան գործակցության վերաբերյալ, իհարկե առանձնացնելով տրիպի կարևորությունը խաղաղության համար, բայց նաեւ Հայաստանի անվտանգության որպես կարևորագույն բաղադրիչ նշեց հայ-ամերիկյան երկկողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները, որից մեկը առանցքային էներգետիկ համագործակցությանն է առնչվում, երկրորդը տեխնոլոգիական համագործակցությանը։ Սրանք երկուսն էլ Հայաստանի համար ունեն էգզիստենցիալ նշանակություն, որտեղ երկուսն էլ ապահովելու են Հայաստանի տնտեսական կայունությունը եւ Հայաստանից կախվածություն են ստեղծելու տարածաշրջանում, որտեղ օրինակ Միացյալ Նահանգները որոշել է, որ այդ արհեստական բանականության կլաստերները տարածաշրջանում միայն Հայաստանում պիտի լինեն։ Այսինքն տարածաշրջանը կախված է լինելու Հայաստանում այդ արհեստական բանականության որպեսզի փակագծերում որ տարածաշրջան, դուք ասեք ավելի մեծ տարածաշրջանն է։ Մենք խոսում ենք տարածաշրջան Հարավային Կովկաս եւ Մերձավոր Արևելք։ Գոնե ամերիկյան պատկերացումները Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արևելք սա է։ Այնպես ինչպես Մերձավոր Արևելքում Իսրայելն է Միացյալ Նահանգների դաշնակիցը, մեր ձգտումը պիտի լինի, որպեսզի այս տարածաշրջանում Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա Հայաստանը դառնա Միացյալ Նահանգների հենման կետը եւ մենք ունենք այդ շանսը առնվազն որպես քրիստոնյա երկիր, որպես միակ ժողովրդավար երկիր, այդ ամբողջ միջին միջանցքը ուղեկցող ամբողջ այդ սահմանակից երկրներից մենք ենք միայն, որ քրիստոնյա ենք եւ որ ժողովրդավարություն ենք։ Եվ դերը մեր որն է։ Լինել այստեղ ուժեղ, լինել շարունակել պահպանել եւ խորացնել ժողովրդավարությունը եւ լինել միակը, ով անխախտ կերպով շարունակում է արևմուտքի հետ խորացնել իր հարաբերությունները, որտեղ մենք մեզ առնվազն դիրքավորում ենք որպես այդ քաղաքակրթության, քրիստոնեական արևմտյան քաղաքակրթության մաս։ Եվ մեր հավատարմությունը ժողովրդավարությանը, ժողովրդավարական արժեքներին, իրավունքներին բխում է քրիստոնեական անցյալից եւ քրիստոնեական քաղաքակրթական անցյալից ու պատմությունից եւ մեր եկեղեցին հենց այդ հիմքերն ունի եւ դրա համար նաեւ եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին ձեր հարցադրմանը գալով ես կարծում եմ չափազանց նուրբ եւ զգայուն հարց է մեզ համար ընդհանրապես եկեղեցին եւս վերադարձնել այս նույն ժողովրդավարական եւ խաղաղության գործընթացների օրակարգ։ Տեսեք, եկեղեցին միակ ինստիտուտն է, որը որևէ կերպ չի արձագանքել օգոստոսի 8-ի գործընթացներին։ Բայց պետք է արձագանքել։ Ինչպես կարծում եմ, որ խաղաղության ուղղված ցանկացած ջանքին պիտի եկեղեցին միայն աջակցությամբ հանդես գար։ Բայց քանի որ դա
ամերիկյան նախաձեռնություն է եղել։ Եկեղեցին իրեն ձեռնպահ է պահել, որովհետև կասկածներ կան եւ կարծես թե հիմնավոր, որ եկեղեցին այս պահին ավելի շատ առաջնորդվում է ռուսական շահերով։ Բայց լուստրացիա չի կատարվել եւ մենք Եվ հիմքեր ունենք դա։ Չի կատարվել եւ կարծում եմ, որ դա պետության եւ իշխանության գլխավոր բաց թողումն է։ Այո, հայտարարություններ են արվել, որ եկեղեցականները KGB-ի գործակալներ են։ Ես շատ պիտի ուզեի, որ դրան հաջորդեին ապացույցներ, որտեղ այդպես մերկապարանոց ամեն մեկին չի կարելի անվանարկել ու անցնել առաջ։ Բայց առնվազն հայտարարության գոյությունը մեզ համար կասկածի տեղիք է տալիս, որ կա այդպիսի բան։ Առնվազն եպիսկոպոսները, որոնք այս պահին կանգնել են պետության կողքին, ասում են, որ մեզ ներկայացվել են այնպիսի ապացույցներ։ Գևորգ Սրբազանը գոնե այդ մասին հարցազրույցում էր ասում, որոնք իրենց համար եւս եղել են շոկային եւ այնպիսի բացահայտումներ են եղել, որ իրենք այլևս քննարկելու հարց չեն ունեցել իրենք որ կողմում պիտի լինեն։ Հետևաբար այսօր նաեւ ես հույս ունեմ, որ իհարկե անցնցում կարգապահ կերպով պիտի հաղթահարվի այս խնդիրը, իսկ կասկած չունեմ, որ պիտի հաղթահարվի եւ մենք ունենալու ենք շատ առողջ վիճակ, որովհետեւ տեսնում եմ նաեւ, որ եպիսկոպոսները շատ հետեւողական են իրենց առաքելության մեջ եւ պատկերացնում են, թե ինչպես պիտի այս խնդիրները լուծվեն, որտեղ խնդիրները չեն հանգուցալուծվելու վեհապարի գնալով, խնդիրները սկսվելու են վեհապարի գնալով, որոնք առնչվում են եկեղեցու առողջացմանը, իսկ դրանք 10 տարվա չի, 20 տարվա խնդիրներ չեն, 100-ամյակների խնդիրներ են, որոնք ծագել են այն պահից, երբ օրինակ ռուսական կայսրությունը իր իշխանության տակ վերցրեց հայ եկեղեցին եւ Պոլոժենին հայտնի սահմանեց հայ եկեղեցու համար, ինչը մինչեւ հիմա չի էլ չեղարկվել եւ տպավորություն կա, որ հայ եկեղեցին այս պահին շարունակում է մնալ ռուսական կայսրության այդ 200-ամյա ուրեմն ազդեցության տակ։ Այս իրավիճակը պիտի փոխվի եւ ինչպես ասացի, մենք պիտի ունենանք եկեղեցի, որը հայկական պետականության, անկախ նրանից ով է այդ պահի իշխանությունը, ով կուզի լինի, եկեղեցին պիտի հարգի ժողովրդի ընտրությունը, ինչպես ցանկացած ինստիտուտ, ցանկացած սուբյեկտ եւ պիտի ենթարկվի այդ ընտրությանը։ Հայաստանում ժողովրդի կամքից ավելի բարձր որևէ ինստիտուտ չի կարող լինել։ Ինձ որևէ մեկը չի կարող ասել, որ ազգային եկեղեցական ժողովը ավելի բարձր կարգավիճակ ունի, քան Հայաստանի ժողովրդի ընտրությունն է, որտեղ 500 հոգանոց ազգային եկեղեցական ժողովը չի կարող հայ ժողովրդի Հայաստանում կատարած ընտրության ուրեմն ընտրությունից ավելի կարևոր Դա ինչ-որ ձևով նորմատիվ ակտերով պաշտպանվում է այն ինչ-որ դուք ասում եք, թե պարզապես դա ձեր կարծիքն է, որ այդպես պետք է լինի։ Դե գիտեմ, որ եկեղեցականները հակադարձում են, որ իբր գիտեք կաթողիկոսը ընտրվում է համայն հայության կողմից այդ 500 պատվիրակներով, իսկ Հայաստանի վարչապետը ընդամենը Հայաստանի քաղաքացիների։ Այ իրավական ձևակերպում այդ ընտրությունների Հայաստանի քաղաքացիների կողմից արված ընտրություններ, որով միջազգային ճանաչում է ստանում։ Թե ոնց են այդ պատվիրակները ընտրվում կաթողիկոս ընտրելու համար, ես մի քիչ այդ գործընթացներին ծանոթ եմ։ Խեղկատակություն։ Թեմի առաջնորդը իր համար ցանկալի մարդկանց շրջանակին կանչում է, ասում է ուզում եմ, որ դուք լինեք պատվիրակ։ Այսինքն ընտրություն չի կատարվում, թեմում, թե ովքեր պիտի գան այստեղ կաթողիկոս ընտրեն։ Եվ առողջացում ասելով եկեղեցու, նաև այս կարգը պիտի վերանայվի։ Ընդհանրապես մենք պիտի հասկանանք Հայաստանի եւ Սփյուռքի հայ եկեղեցու հարաբերությունները ինչպես պիտի կարգավորվեն։ Այդ հարցը մենք կարող ենք Հայաստանում լուծել։ Օրինակ Հայաստանում կարող են պատվիրակները պատշաճ կերպով օրինակ անցնել ինչ որ ընտրական փուլեր եւ գալ Էջմիածին մասնակցելու ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը։ Իսկ ինչ պիտի անենք օրինակ Միացյալ Նահանգներում, իսկ ինչ պիտի անենք Ռուսաստանում, որտեղ մենք գիտենք, որ եկեղեցին ուղիղ քաղաքական ազդեցության տակ է այդ պետության կողմից։ Եվ հաշվի առնելով, որ օրինակ որևէ մեկը չի կարող հաշվել, թե ինչքան հայ կա
Ռուսաստանում 3 միլիոնից մինչև 1 միլիոն նշում են։ Եթե դիտարկենք, որ 3 միլիոն է եւ 3 միլիոնի պատվիրակի հարցը լրջագույն կերպով կարող է անդրադառնալ ընտրությունների արդյունքի վրա, այսինքն հավասար ազդեցություն կարող ունենալ, ինչքան Հայաստանի պատվիրակները կարող են լինել։ Մենք պիտի տեսնենք այդ կարգը ինչպես է օրինակ Ռուսաստանում ընտրվում պատվիրակները, ինչպես են առանձնացվում, որպեսզի գան Հայաստանում ազգային եկեղեցական ժողովին մասնակցել։ Մի խոսքով, այդտեղ լուրջ հարցեր կան, որը կրկին կարծում եմ եկեղեցին պիտի իր մեջ ուժ գտնի, եպիսկոպոսները իրենց մեջ արիություն պիտի գտնեն, իրենք ավետարանով համարվում են եկեղեցու իշխաններ։ Եվ կաթողիկոսն էլ եպիսկոպոս է, եպիսկոպոսապետն է, առաջինն է բոլոր եպիսկոպոսների մեջ։ Եվ կարծում եմ եպիսկոպոսները իրենց մեջ ուժ պիտի գտնեն, եղբայրաբար, առանց լարվածության այս խնդիրները հաղթահարելու մեր նպատակն է եւ մեր պարտականությունն է որպես հայ եկեղեցու հետևորդ, որպես եկեղեցի, որտեղ էքլեսիա նշանակում է ժողովուրդ, մենք ենք եկեղեցին, գնալ թիկունք կանգնել այս եկեղեցու առողջացման ուղղված այս ջանքին, առողջ ջանքին։ Ես կարծում եմ սա մեծ ռեֆորմների, մեծ վերափոխման, ռենեսանսի մեր եկեղեցու վերածննդի շրջանն ենք մենք հիմա ապրում։ Այսինքն դուք այդ գործընթացը, որը ես այդ ձևակերպումն էի ձեզանից ուզում, ինչպես կբնութագրեք այն, ինչ կատարվում է այսօր եկեղեցու շուրջ, ինչպես կանվանեք այդ գործընթացը, դուք ասացիք վերածնունդ, դուք ասացիք ինչպես բնութագրեցիք եկեղեցու ռենեսանս, վերածնունդ, այո, վերածնունդ, եւ այո, ես գիտեմ, որ քննադատություն կա կոնկրետ այն եպիսկոպոսների վերաբերյալ, որոնք նախաձեռնել են այս գործընթացը, դե Նավասարդ Սրբազան, այլք, բայց գիտեք, ի տարբերություն այն եպիսկոպոսների, որոնք մեղավոր են եւ ասում են մենք շարունակելու ենք մեր մեղքերի մեջ թաթախվել եւ ձեզ էլ մեզ հետ կործանել, այս եպիսկոպոսները ասում են մենք մեղավոր ենք, բայց այլևս այսպես հնարավոր չի շարունակել։ Վարքաբեկի չէ, ասում են շատերը։ Տեսեք, մենք խոսում ենք այն մասին, թե իդեմս Հայաստանի ինչ է տեսնում կամ այո, ինչ դերում է Հայաստանը Միացյալ Նահանգների համար, մեր գործընկերների համար, դուք առաջինը հենց նշեցիք, որ քրիստոնյա ժողովուրդ են քրիստոնյա։ Շատերը, դե գիտենք, չենք կարող ձևացնել, որ չգիտենք, շատ բուռն են արձագանքում հասարակության մեջ եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունները, բուռն արձագանք է ստանում, ոմանք, ինչպես դուք ասում են, սա վերածնունդ է, մյուսները ասում են հակառակը, դուք խայտառակ եք անում, դուք վարքաբեկում եք, դուք հարվածում եք մեր եկեղեցուն։ Ինչ կպատասխանեք մեկ թևին եւ երկրորդ Դե ճիշտ ասած, եկեղեցու դիվանապետը, որը պատասխանատու է եկեղեցու արտաքին հարաբերությունների համար, իր անձի հետ կապված այդ տեսանյութն է ավելի արատավորում եկեղեցուն եւ եկեղեցու ներկավերնախավը, թե օրինակ այն ջանքերը, որոնք որ հիմա ընդամենը փորձ են եկեղեցին այդ փոսից դուրս բերելու։ Սա լյուստրացիայի փորձեր ներողություն այդպիսի տեսագրություն տարածելը։ Ինձ ոչ միայն այդքան եւ ոչ այնքան այդ տեսագրություններ հետաքրքրում։ Ես ընդհանրապես նախ այդ միջոցները կարծում եմ անթույլատրելի են, ընդհանրապես քաղաքական գործընթացների մեջ դրանք ընդհանրապես տեղ չպիտի ունենան։ Բայց այն ինչ մենք ականատես ենք եղել ինձ այդքան տեսանյութին չի առնչվում, որքան են անամոթությանը, որը հաջորդեց դրան։ Նույն Արշակ Սրբազանը եւ եկեղեցու մյուս առաջնորդների, եպիսկոպոսների կամարական վերաբերմունքը եւ արհամարական վերաբերմունքը այն շոկին, որ ապրեց մեր ժողովուրդը։ Արշակ Սրբազանին առնվազն պիտի արժամանակ ուղղակի հնարավորություն տային, որ ինքը չշարունակեր ծառայությունը, մինչև հնարավոր կլիներ իրավիճակը հաղթահարել։ Եվ կարծեմ եպիսկոպոսների առաջարկը հենց դա է եղել։ Վեհապարին խնդրել են արժամանակ կախակայել Արշակ Սրբազանի լիազորությունները որպես դիվանապետ, որպես եպիսկոպոս, որովհետև
տեղի ունեցածը միայն Արշակ Սրբազանին չի վերաբերում, վերաբերում է ցանկացած հոգևորականի եւ ես գիտեմ եկեղեցականներ, ովքեր այդ տեսանյութից հետո չէին կարողանում եկեղեցական հագուստով դուրս գալ փողոց։ Ամաչում էին ուղղակի։ Վարկաբեկված էին։ Ահա, հիմա իրավունք կա այս վիճակից դուրս գալու ջանք գործադրել, թե ոչ։ Եվ դուք որ ասում եք, որ անհատներ կան, անհանգիստ են եւ այլն։ Իհարկե կան։ Այդ իհարկե, բայց անհատական մակարդակում չի այս հարցերը։ Ես կարծում եմ, որ մենք պիտի նաեւ ժողովրդի տրամադրությունների վրա, ժողովրդի տրամադրությունների վրա պիտի կարողանանք հենվել։ Ի վերջո այդ անհատները իրենց հետևից ունեն անհրաժեշտ քանակի հետևորդներ, ովքեր պատրաստ են գնալ եւ այսպես ասած կուրս ծեծել գործող կաթողիկոսին լուսավորչի գահին պահելու համար։ Մենք չենք տեսել այդպիսի զանգված։ Ավելին օրինակ վեհափառի դիմավորումները Զվարթնոց օդանավակայանում կամ այն ժամանակ երբ զանգեր էին հնչեցվում այդ ժողովուրդը ուր է հարցը, հա։ Ավելին, ի վերջո Էջմիածնի ընտրությունները որքան էլ քաղաքական էին էապես առնչվում են նաև այս գործընթացներին։ Ի վերջո այդ քաղաքական ընտրությամբ մարդիկ ցույց տվեցին, թե իրենք որ կողմում են։ Մենք հասկանում ենք, չէ՞, թե Էջմիածինը եւ Մայրաթոր Էջմիածինը, Սուրբ Էջմիածինը ինչքան ազդեցություն ունի քաղաքի վրա։ Եվ քաղաքում այս արդյունքը քաղաքական ընտրության այս կամ այն կերպ շոշափում էր նաև հանրային տրամադրությունները, թե նաև այդ տրամադրությունները ինչքանով են կաթողիկոսի կողքին կամ պետության։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 պաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական և ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Շնորհակալություն, անդրադառնում ենք այն կետերին, որը դուք նշեցիք որպես կարևոր գլխավոր քաղաքական արդյունք, առաջինը Միացյալ Նահանգների հետ Վաշինգտոնում օգոստոսի 8-ը նշեցիք, մենք դրան կանդրադառնանք, Թրամփի ուղուն կանդրադառնանք, խոսելուց հետո երկրորդ կետը, որ դուք նշեցիք, դրանից հետո կանդրադառնանք ուրեմն Վաշինգտոնյան Փաշինյանի այցը Թուրքիա նշեցիք դուք եւ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները։ Դուք ասացիք, որ այդտեղ ասելիք ունեք։ Առաջիկայում Էրդողանը այնինչ նախորդին հայտարարեց, վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Մենք շատ մոտ ապագայում այդպիսի իրադարձության ականատես կլինենք եւ դրան կհաջորդի նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը։ Այսինքն սա կլինի իրապես պատմական առաջին էական քայլը Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման եւ մենք կունենանք էական ազդեցության նվազում, ռուսական ազդեցության նվազում։ Ինչպես, եթե երրորդ երկրների քաղաքացիների համար է դա։ Եթե Հայաստանը եւ Թուրքիան արդեն ուղիղ կարողանում են հաղորդակցվել եւ ըստ էության Թուրքիայից մենք սպառնալիք որպես այդպեսին այլևս չենք ունենում, հարց է առաջանալու ընդհանրապես ինչ գործ ունեն ռուսները Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին կամ ինչ գործ ունի ռազմաբազան Հայաստանի տարածքում։ Եթե սպառնալիքը որպես այդպեսին չեզոքացվում է, իսկ ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում սնվում էր այդ սպառնալիքից։ Այդ սպառնալիքը վերացնում է, սնունդը վերջանում է։ Այսինքն ես կարծում եմ, որ դրանից հետո պիտի այդ հարցերը առաջ գան։ Ինչպես որ նաև Եվրամիության անդամակցությունը որպես ռազմավարական նպատակի հռչակումից հետո առաջ է եկել Եվրասիական տնտեսական միությունից եւ նաև հապկից դուրս գալու անհրաժեշտություն։ Հետևաբար Հայաստան-Թուրքիա հարաբերությունները միայն Հայաստանի եւ Թուրքիային չեն վերաբերում են Հայաստանի օրինակ Եվրոպական միության անդամակցության հեռանկարներին, որտեղ մենք հասկանում ենք, որ Հայաստանի եւ Եվրամիության կապը միևնույն է ապահովվելու է ոչ թե Վրաստանով, այլ Թուրքիայով։ Եվ մենք եվրոպացի մեր գործընկերներին միշտ ասել ենք, այո, մենք պատրաստ ենք Եվրամիության հետ ավելի ինտեգրվել, ընդհանուր միջև անդամակցության հայտ ներկայացնել, բայց դուք էլ պիտի կարողանաք ձեր քաղաքական, տնտեսական լծակները օգտագործել Թուրքիայի վրա, որպեսզի այդ սահմանը բացվի։ Վերջը սահմանը փակողը մենք չենք, Թուրքիան է։ Եվ մեր տպավորությունն է, որ վերացել են բոլոր այն պայմանները, որոնք Թուրքիան նշում էր սահմանը բացելու դիմաց։ Առնվազն Ղարաբաղի հարցը որպես այդպիսին ամբողջացել եւ հանգուցալուծվել է եւ հիմա որևէ խոչընդոտ չկա։ Դուք եք ասում, բայց Թուրքիան չի ասում, Թուրքիան ասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագիր կնքելու։ Ես իհարկե չեմ տեսնում, որ այդքան մոտ են, բայց տեսնում եմ, որ միջազգային ահռելի ջանք է գործադրվում առնվազն հաջորդ տարվա առաջին կեսին այդ պայմանագիրը կնքել անկախ այն պայմանից, որ Ադրբեջանը դրել է մեր առջև սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։ Ուստի դուք ասում եք, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը, լավացումը եւ այդ բոլոր առաջընթացը, որը դուք նոր թվարկեցիք, դա այսպես դոմինոյի նման իր հետևանքն է ունենալու ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը, Ռուսաստանի գործոնի թուլացմանը։ Այդ հարցերը գալու են օրակարգ։ Այդ հարցերը անխուսափելիորեն դառնալու են մեր քաղաքական ներկապնակի, մեր քաղաքական միջավայրի հիմնական օրակարգային հարցերն են դառնալու։ Եվ այստեղից գալիս ենք մեր ձեր նշած համար առաջին կետը։ Առաջինը դուք օգոստոսի 8-ը նշեցիք Թրամփի ուղին, եւ այստեղ պարզապես հիշեցնում եմ, որ ձեր մեկնաբանությունը հիշեցնում եմ, որ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը, կարծեմ Կալուգին էր անունը, Միխայել Կալուգինը, նա ասեց, քանի դեռ ԵԱՏՄ-ի անդամ է Հայաստանը, դուք դժվար թե կարողանաք այդ նախագիծը, Թրամփի ուղի նախագիծը իրականացնել առանց Ռուսաստանի մասնակցությամբ, եւ նա կրկին անգամ հիշեցից, որ Ռուսաստանի հարավկովկասյան երկաթուղին ունի հայկական ցանցի կառավարման կոնցեսիա եւ երթուղին կանցնի ռուս սահմանապահների պատասխանատվության գոտիներով։ Նա ասում է, անգամ եթե դուք հայեր եւ թուրքեր եւ Թրամփի ուղին սկսի գործել, դուք լավ հարաբերություններ ունենաք, միևնույն է, դուք մեզ պետք է ներգրավեք, մենք չենք դուրս գա այստեղից։ Դա է նշանակում։ Կալուգինը իրականում պատասխանում է, թե ինչ պիտի անի Հայաստանը, եւ Հայաստանը առաջին պատասխանը տվեց։ Ռուբինյանը հստակ ասաց, որ ռուսական ներգրավվածության հարց չի քննարկվում։
եւ չի էլ կարող քննարկվել, որտեվ խաղաղությունը, որին միտված է եղել Թրիպը եւ հայ-ամերիկյան խաղաղության գործարքը եւ Ռուսաստանը, խաղաղությունը եւ Ռուսաստանը անհամատեղելի են։ Չի կարող միտեղ լինել Ռուսաստան եւ այդտեղ լինի խաղաղություն։ Գտեք ինձ աշխարհի մի հատ անկյունում, որտեղ ռուսական ներկայություն կա եւ այդտեղ առնահոսություն չկա։ Կա Թրիպ եւ կա երկաթուղիների կառավարման կոնցեսիա։ Իդեպ այստեղ պարզապես փակագծում Թրիպը եւ այդ կոնցեսիան, ռուսական սահմանապահ ներկայությունը, Հայաստանի Եվրասիական տնտեսական միություն, դրանք անհամատեղելի են։ Դրա համար պիտի Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ինչպես Կալուգինն է ակնարկում։ Պիտի վերացնենք հայ-ռուսական կոնցեսիան երկաթուղիների, ինչպես օրինակ հեցի դեպքում ազգայնացման գնաց։ Պիտի այդ սահմանապահներին ժամ առաջ այնտեղից վռնդենք հայ-իրանական սահմանի։ Ընդհանրապես հայ-իրանական սահմանի վրա ինչի է երրորդ երկրի սահմանապահը կանգնած։ Բարեկամ երկիր է մեզ Իրանը, Թուրքիա չի։ Ով է տարել այդտեղ խցկել այդ ռուս սահմանապահներին։ Սա պիտի օրակարգային այսօր քննարկման հարց պիտի դառնա, այո, Թրիպը չի կարող կառուցվել ռուս սահմանապահների ներկայությամբ։ Ռուս սահմանապահների հարցը պիտի լուծվի, ինչպես լուծվեց Զվարթնոցից ռուսների դուրս բերումը, որին զուգահեռ պիտի գնան այդ շինարարական աշխատանքները, իդեպ ասեմ, որ այդ մասով եւս լուրջ զարգացումներ են սպասվում։ Թրիպի հիմնարկեքը, որպես այդպեսի Մեղրի տարածաշրջանում, կլինի հաջորդ տարեսկզբին, հավանաբար փետրվար ամսին, իսկ Գանանը շատ մեծ կալիբր ունեցող պաշտոնյայի այց է սպասվում, Միացյալ Նահանգների պաշտոնյայի, կամ պետքարտուղար Ռուբիոն կգա Հայաստան, կամ փոխնախագահ Դիվենսը։ Այս կալիբրի հետաքրքրություն կա մեր տարածաշրջանի, մեր երկրի եւ նախագծերի նկատմամբ, որոնք ստորագրվել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Այս ամենի հետ ինչ Կալուգինով այդ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության տնօրեն լավ էլ հիշում եք։ Այո։ 4-րդ դեպարտամենտի տնօրեն։ Ես ամեն ինչ եմ հիշում։ Ուրախ եմ։ Եվ այսպես նորից Թրիպին ենք անդրադառնում, շատերը նշում են, շատերը չէ, ոմանք նշում են, որ սա հակաեվրոպական, հակահայկական նախագիծ է։ Արդյոք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, այդ հարցն էլ չտվեցի։ Այս լավ, հակաեվրոպական, հակահայկականը խոսենք, հետո Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան այստեղ հակադրության մեջ են։ Թրիպի ուղուն։ Ինչ լավ հարցեր եք տալիս, չեք պատկերացնի։ Այդ Թրիպը օրինակ, այն եզակի նախագծերից է, որտեղ Միացյալ Նահանգները եւ եվրոպացիները իրար հետ շատ սերտ են աշխատում։ Եվ մեր շահերից է բխում, որ օրինակ Միացյալ Նահանգները եւ եվրոպացիները Ուկրաինայի հարցում այսպես տարանջատ են գնում, որովհետեւ եվրոպական ինքնությունը սկսել է հասկանալ, որ սկսվում է մի դարաշրջան, որտեղ իրենք այլևս մենակ են մնում եւ պիտի իրենք հոգան իրենց անվտանգության մասին։ Ու դա Հայաստանի համար ահռելի նոր հնարավորություններ է ստեղծում, որտեղ մենք շատ լավ հարաբերություններ ունենք եւ Միացյալ Նահանգների հետ, եւ ունենք շատ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ եւ Եվրոպական միության առանձին անդամ երկրների հետ։ Ու այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, որտեղ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը տարընթերցումներ ունեն ապագայի վերաբերյալ, հնարավորություն է ստեղծում, որ մենք կարողանանք ոչ միայն հենվել օրինակ եվրոպացիների հետ, եվրոպացիների վրա, այլև ամերիկացիների, որպեսզի մենք տեխնոլոգիական կարողություններ, ենթակառուցվածքային կարողություններ, ֆինանսական, նյութական ներարկումներ կարողանանք ստանալ երկու կողմից էլ։ Օրինակ Թրիպը քաղաքական իհարկե նախագիծ է, որի հիմքում տնտեսական շահն է, ամերիկացիների ունեցած հետաքրքրություններն են, բայց դրա ֆինանսավորողը եվրոպացիներն են։ Այսինքն Եվրոպացիները առաջարկեցին, որ ինչ դուք պայմանավորվեք ամերիկացիների հետ, մենք պատրաստ ենք ֆինանսավորել, որտեղ հասկանում են, որ այդ ապրանքները, որոնք որ պիտի Կենտրոնական Ասիայից ուղղվեն դեպի Կենտրոնական Եվրոպա, դրա շահառուն Եվրոպան է եւ Եվրոպան պիտի այդ միջանցքի մեջ նաեւ փող ներդնի։ Եթե դու փող ես ներդնում, դու ազդեցություն ես ավելացնում, քո ներկայությունն ես ավելացնում, քո շահագրգռությունն ես ավելացնում։ Եվ իհարկե պայմանավորվածությունները ամերիկյան են։ Եվրոպացիները ուզում են իրենց ֆինանսներով մաս դառնան այս նախագծերին։
Այդ դա շատ կարևոր է եւ ինչքան շատ մասնակից լինի սրանում, ինչքան շատ ուժային կենտրոններ ներգրավված լինեն։ Դե ես կարծում եմ, որ մենք ռուսների հետ պիտի նաև այդ մասով առաջարկենք։ Պարզ է, որ հաջորդ հարցս դա է լինելու։ Որ իրենք ամբողջությամբ օգտվեն այն Ռուսաստանի մասնակցությունը եւս դուք չեք համարում անթույլատրելի։ Իհարկե չէ, ես կարծում եմ, որ Ռուսաստանը պիտի ամբողջությամբ օգտվի այդ ենթակառուցվածքներից, այդ ենթակառուցվածքներով Հայաստանը պիտի նաև միանա ռուսական ենթակառուցվածքներին։ Օրինակ մեր ապրանքները հենց այդ ճանապարհով պիտի անցնեն դեպի Ռուսաստան։ Մենք այլևս օրինակ վրացական ցամաքային ճանապարհի կարիքը այդքան կարող ենք չունենալ, հարավով կարող ենք կպնել գնալ ուրեմն Ռուսաստան։ Ադրբեջանի տարածքով անցնել գնալ Ռուսաստան։ Սա է ճանապարհը եւ սա է ապագան։ Ես հասկանում եմ, որ աշխարհակահաղական այս նոր իրողություններին հարմարվելը դժվար է ռուսների համար։ Մեր իրանցի գործընկերների համար, բայց կարծում եմ կոմունիկացիա է պետք, ավելի շատ ջանք է պետք գործադրել նրանց հասկանալի դառնալու համար, process-ները նրանց հասկացնելու համար, որտեղ սա այլընտրանք չունի Հայաստանի համար, կամ մենք գնում ենք այս ճանապարհով, կամ Հայաստանը չի լինելու։ Այսինքն հակահայկական նախագիծ է ձևակերպմանը դուք պատասխանում եք հակահայկական բանես այդպես էպիտետներին ես չեմ հավատում, ճիշտ ասած, այնպես ինչպես չեմ հավատում արժանապատիվ խաղաղություն, գեղեցիկ խաղաղություն եւ այլն, որտեղ արժանապատիվ խաղաղության համար պետք է պատերազմում հաղթել, ոչ թե պարտվել։ Իսկ մենք պարտվել ենք, դաժան ենք պարտվել։ Եվ մեր խնդիրն է ոտքի կանգնել ու մոռանալ, ամեն ինչ անել, որպեսզի այդ պարտությունը մոռացվի ու մենք կարողանանք ոտքի կանգնել, միայն հաղթանակների մասին մտածենք։ Եթե մենք հիմա սպառազինության մրցավազքի մեջ մտնենք, չկա այդտեղ մեզ համար հեռանկար։ Եթե մենք ամբողջ ժողովրդով գնանք սահմանին կանգնենք եւ թուրքը մեր թշնամին է գոռանք, դրանից ոչ մեր ուժը կավելանա, ոչ Թուրքիայի ուժը կպակասի։ Մենք պիտի ձեռներս քշտենք, օրնի բուն, մտածենք մեր կրթական մակարդակը, մեր գյուղատնտեսության, մեր գյուղացու, մեր բժշկության, մեր առողջապահության, աշխատատեղերի, արդյունաբերության, թեթև արդյունաբերության, ծանր արդյունաբերության։ Մենք ամեն օր մարզերում եւ գյուղերում ենք։ Մարդիկ թքած ունեն եւ այս հայ-ամերիկյան պայմանավորվածությունների եւ խաղաղության եւ անվտանգության մարդիկ իրանց հող ու ջրի, կաթի, մթերքի հարցերը չեն կարողանում լուծել։ Ու եթե մենք խաղաղությունը չպիտի դարձնենք մարդկանց այս հարցերը լուծելու հնարավորություն, ինչներիս է պետք է խաղաղությունը։ Իսկ եթե խաղաղության անվան տակ ես մեկ այլ վարկած եմ ներկայացնում, այլ խոսույթ կներեք, ներող եղեք, գիտեմ որ զայրացնում եմ ձեզ դրանով, բայց կա մարդկանց մոտ ասում եք նա թքած ունի սրա վրա, բայց թքած չունի մեկ այլ հարցի վրա, ոմանք բարձրացնում են այդ հարցը խաղաղության անվան տակ Ադրբեջանը նախ շարունակում է ասել որ Հայաստանը իր թշնամին է, բայց Ադրբեջանը այդ 300 թե քանի հազար է ադրբեջանցիների հետ վերադարձի մասին է խոսում անընդհատ։ Փաշինյանի առաջարկը հիշեցնեմ պարզապես որ ասում է եկեք երկու հարցերն էլ փակենք Արցախայության վերադարձը եւ ադրբեջանցիների գալը Հայաստան, այսինքն շատերին անհանգստացնում է երկու փաստ Թուրքիայի հետ սահմանները բացվում են, վտանգավոր է, երկրորդը ադրբեջանցիներին Ալիևը հետևողականորեն ուզում է բերել Հայաստան եւ հետևանքների մասին չեմ խոսում, չեմ ուզում ծիրարժավորել այդ կարծիքները։ Բայց խնդիրն եմ ներկայացնում, որ դուք այդ խնդրին ձեր Շատ լավ եք անում։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ սահմանի հարցը կապել այս մտահոգության հետ չարժե, հատկապես որ այդ սահմանը մենք չենք փակել, թուրքերն են փակել եւ թուրքերը պիտի բացեն եւ իրենք են որոշում երբ պիտի բացեն։ Մենք որպես պետություն պարտավոր ենք պատրաստ լինել այդպիսի զարգացումների։ Ամոթ է, որ մենք որպես պետություն վախում ենք, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի ու մենք չենք կարող խաղաղությունից, հա? Տենց է պետք հասկանալ, որ խաղաղության հետևանքն է սահմանի բացումը, երևի թե տենց է ստացվում, որտեղ այսքան ժամանակ ապրել ենք պատերազմի պայմաններում, այդ պատերազմի ռեժիմում, եւ հիմա վախենում ենք խաղաղության ռեժիմում ապրել։ Այդպես չի կարելի։ Պետությունը պետություն է, ոչ թե փալաս, որպեսզի կարողանա խնդիրները լուծել, ոչ թե կծկվել մի անկյունի, այսպես անկյունում ու ասել, որ ես չեմ ուզում այդ խնդիրների հետ առերեսվել։ Այդ խնդիրները կան
եւ մեր գլխավոր խնդիրն է մեզ հասուն պետության պես պահել, ինչքան էլ մենք հիմա կոմպակտ, փոքր, բայց արժանապատիվ պիտի մեզ պահենք, որպես պետություն պիտի դիրքավորվենք։ Ինչ վերաբերում է այդ վարչապետի ոտքի վրա արված առաջարկին, ինձ համար անընդունելի է այդպես Գերմանիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ եկեք այսպես փակենք այս հարցը, օրինակ այդ վերադարձվող, չգիտեմ, այդ 300,000 ադրբեջանցիների դիմաց եկեք մենք ասենք, որ այլևս արցախցիները չեն վերադառնալու, իրավունքների հարց չեն բարձրացնում։ Իսկ դուք ով եք, պարոն վարչապետ։ Արցախցիները թող իրենց վերադարձի հարցերը իրենք հետապնդեն եւ իրենք հետապնդում են մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհատական հարյուրավոր հայցադիմումներ կան, որի նկատմամբ Հայաստանը որևէ իրավունք չունի։ Ավելին, եթե այլ ատյաններ միջազգային թույլ կտան, որպեսզի արցախցիները տանեն իրենց հարցերը, իրենց քեյսերը առաջ տանեն, իհարկե պիտի տանեն։ Եվ հայկական պետականության հարցն է առանց ցուցադրական այսպես բաների աջակցել այդ ջանքերին։ Բայց Ղարաբաղցիները վերընկած այստեղ Արցախի ներկայացության այդ շենքում վերընկնելու փոխարեն այս հարցերով պիտի զբաղվեն, արցախցիների հարցերով միջազգային ատյանների ոչ մի ատյան, ոչ մի դուրջ պիտի թողնեն։ Պիտի գնան, պիտի պահանջեն։ Ավելորդ ռիսկ չպիտի ստեղծեն իհարկե հայկական պետականության համար։ Եթե դա այսօր սպառնալիք է ստեղծում Հայաստանի արտաքին քաղաքականության համար, Հայաստանի պետականության համար, իհարկե։ Եվ ես կարծում եմ, որ վարչապետը հենց դա նկատի ունի։ Հայաստանը չպիտի դրանով զբաղվի, պիտի զբաղվեն արցախցիները։ Արցախցի ընտրյալ իշխանությունները հենց դրանով պիտի զբաղվեն։ Եվ ընդհանրապես ես կուզեի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպիսի շատ հարցեր կան։ Այդ թվում դուք նշեցիք, որ իրենք շարունակում են մեզ թշնամի համարել, Զանգեզուրի միջանցք արտահայտությունն են անդադ։ Այս հարցերը պիտի մի հատ ընդհանուր մի հատ փաթեթ կազմվի, գույքագրվի այս բոլոր խնդիրները։ Եվ ամերիկացիները միջնորդել են, չէ, օգոստոսի 8-ին։ Եկեք ամերիկացիներին կանչենք, ասենք, դուք եք միջնորդը, դուք էլ լուրջ եք, չէ, ռուսներից տարբերվող միջնորդ եք, այո, միջնորդ եք, որպես վկա ստորագրություն եք դրել, ասում եք, որ դուք աշխարհի թիվ 1 տերությունն եք եւ ձեր դեմ խաղ չկա։ Գարանտ չէ, բոլոր դեպքերում միջնորդել չէ երևի, թե վկան երևի ուրիշ կարգավիճակ է։ Դե հիմա ես ուսումնասիրել եմ նաեւ այդ հարցը։ Միացյալ Նահանգները օրինակ իր համար առանցքային Իսրայել, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան այդ հակամարտություններում էլ են որպես վկա հանդես եկել, որպեսզի ինքը չգա հանդես որպես հակամարտության երրորդ կողմ, ինքը հանդես է գալիս որպես վկա, բայց պարտավորվում է միջազգային բոլոր ատյաններում աջակցել այդ գործընթացի ձեռք բերած արդյունքը։ Դա շատ կարևոր կարգավիճակ է, որը նսեմացվում է մեզանում, որտեղ լավ չի ուսումնասիրվել, ինչ ասել է վկա։ Դե Միացյալ Նահանգների համար դա շատ կարևոր քաղաքական հանձնառություն է։ Եվ պիտի ամերիկացիների հետ քննարկենք այս հարցերը։ Իդեպ ասեմ, որ մեր ջանքերի շնորհիվ հայկական դիվանագիտության Բայրամովը վերջերս օրինակ Տրիպի անունը տվեց եւ ասաց, որ այդ ճանապարհը Թրամփի ուղի է կոչվում։ Այսինքն սա արդեն փոփոխություն է։ Բայց մեզ անդադ այսպես նյարդայնացնելու են միջև ընտրություններ ադրբեջանցիները մեր թույլ կողմերը գիտեն։ Այնպես ինչպես դուք ձեր հարցադրումից առաջ ասացիք ջղայնացնել։ Ադրբեջանցիները գիտեն ոնց են ջղայնացնում։ Ադրբեջանցիները մեր թույլ տեղերը գիտեն։ Շնորհակալ եմ այսօրվա։ Շատ շնորհակալ ձեզ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Արման Բաբաջանյաններ մեր զրուցակիցը հանուն Հանրապետության կուսակցության առաջնորդը։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։